Գյուղատնտեսությունը եւ բարենային անվտանգությունը այսօր հանդիսանում է Հայաստանի Հանրապետության զարգացման ճյուղերից կարևորագույն, կարելի ասել երկրորդ տեղում է այն գրավում։ Պետության ոչ գրագետ կառավարումը ոլորտը բերում է եւ հասցրել է այն կազմակերպման, որ այսօր մենք ունենք գյուղնախարարություն, որոնք մասնագետները չեն կարող զբաղվել, չեն կարող հետևողական լինել մարզերով, գյուղերով, շրջելով, առաջարկներ անելով։ Այսօր Հայաստանում մենք բազմաթիվ անմշակ հողեր ունենք։ Դա գալիս է նրանից, որ նախ վատացել են, չկա ընդհանրապես, այսպես ասեմ, հետևողականություն մթերումների վերաբերյալ, մթերումների գործընթացը իրականում շատ վատ է, նաև ինչպես նշեց մեր գործընկեր Տիկի Ստեփանյանը, գյուղացին ունի ահավոր մեծ ջրի խնդիր, ոռոգման ջրի խնդիր, որը նաև կարևորագույն հողագործությամբ զբաղվողների համար կարևորագույն կետերից մեկն է։ Թանկացել են հողերի հարկերը, թանկացել են բուժանյութերը եւ գյուղացին, որ նախկինում կարող էր արտահանել իր բերքը, այսօր նույնպես կանգնել է բարդացումների առջև։ Նախկինում ես ինքս որպես Պռոշյան համայնքի բնակիչ 1000 մետր տնամերձ հողատարածքի համար վճարում էինք 1000 դրամ, 900 դրամ։ Այսօր այն բարձրացել է 16 անգամ։ Այսօր 1000 մետրի համար վճարում է 16000 դրամ։ Ոռոգման ջուրը, որ մենք սեզոնային ջրումների ժամանակ կատարում ենք 1000 մետրի համար, օրինակի համար մի 2-3 հազար դրամ, այսօր 1000 մետր ջրելու համար մոտավորապես կազմում է 25-30 հազար դրամ։ Գյուղացին այսօր իր բերքը ստանալու համար չունի համապատասխան պայմաններ, միջոցներ։ Կոնկրետ մեր Պռոշյան անվանում կան բազմաթիվ անմշակ հողեր, բազմաթիվ։ Նաև ահավոր վատացել է անասնապահության վիճակը։ Նույն ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ։ Նայեք, գյուղացին մշակում է, տանջվում է, չարչարվում է։ Բուժանյութերը գնում ես, բերում ես, ժամանակին քու սրսկումները կատարում ես, բայց չես ստանում այն որակ բերքը, որը դու կարող ես գոնե, եթե ոչ շահույթով, այլ գոնե 0 կանգնես։ Պետությունը գյուղացուն տալիս է գյուղվարկեր։ Գյուղվարկ տալիս են ինչի համար։ Տալիս են, որ գյուղացին հաջորդ տարին գոնե ավելի բարելավի, ավելի շատացնի իր մթերումները, իր գործընթացը ավելի լայնի։ Բայց այսօր ունենք բազմաթիվ նման մարդիկ, ովքեր մոռացել են իրենց հողերի, իրենց ամեն ինչի մասին, մտածում են այդ վերցրած վարկերը որ դուստան, որովհետև կանգնել են մեծ խնդիրների առջև։ Ինչպես նշեց պարոն Վարդանյանը, շատ ճիշտ տեղին մեկ դիտողություն արեց եւ ես համաձայն եմ այդ ամենի հետ, այսօր գյուղացին քիչ դժվար էր, նաեւ ներմարզային այս տրանսպորտների հարցը մցրեցին արանքում, այժմ գյուղացին
Ոտքով է գնալու։ Երևի Առողջ ոտքով է։ ապրելակերպ։ Իրոք, երևի կամ էլ մեր Մենք ասիական հոգեբանության, այսպես հեծանիվներով եւ մոտոցիկլներով պետք է Էդ էի ուզում ասել, կամ էլ վարչապետի հետևողականությամբ պետքա գնանք հեծանիվներով արդեն երևի երթևեկություն անենք։ 6500